Ձեզ սկսել են անվանել Միքայել Մինասյանի պրոյեկտ։ Տակը ինչ կա, որ մենք էլ միգուցե չգիտենք։ Սերժ Թանկյանը տուն կառնի Երևանի կենտրոնում։ Կեղծիքներով նրանք կառուցում են այդ թվացial իրականությունը։ Գալու է ինչ որ հաջորդ իշխանություն, որը պետք է դրա տակից դուրս գա։ Ներողություն եմ խնդրում այդ բառը, որ ասում եմ, բայց Ծախված երկրների պաշտոնյաների մի հատ խմբակ կա այնտեղ։ Բարև ձեզ, եթերում լուրջ կաստ է, շնորհակալություն, որ մեզ լսում եք ոդկասթային հարթակներում, դիտում եք YouTube-ում, լայքեք, բաժանորդագրվեք, իսկ մեր այսօրվա հյուրն է Արման Թաթոյանը, նախկին մարդու իրավունքների պաշտպան եւ այսօր արդեն միասնության ոնց է կոչվում կուսակցությունը, մի հատ եկեք Միասնության թևեր։ Սեբեր քաղաքական նախաձեռնություն։ Նախաձեռնության առաջնորդը, բարև ձեզ։ Եվ միանգամից ունենք փոքր մոնատ Ձեզ սկսել են անվանել Միքայել Մինասյանի պրոյեկտ, մինչդեռ բոլորը գիտեն, որ դա մենք ենք։ Հիմա ստեղ խանդի տեսարանն You're stealing our thunder։ Ես բացատրեք։ Հա, այդ լսել եք նախ այդ նկատել եք այդ վերնագրերը։ Վերնագրերը նկատել ենք, ճիշտ նա անընդհատ փորձում ենք ուրիշ բաներ էլ տեսնենք, հասկանանք էլ ինչ ենք անում, ելուն պրոյեկտներն ենք, ինչ ենք անում, տակը ինչ կա, որ մենք էլ միգուցե չգիտենք։ Իսկ իրականում իհարկե որևէ բան իրականությանը չի համապատասխանում։ Սա ինքնուրույն նախաձեռնություն է եւ սա նպատակ ունի հենց ինքնուրույն մշակվել է նկատի ունենալով նաեւ այսօրվա պարակտվածությունը երկրի, որովհետեւ խմբերի բաժանված լինելը, նախկին ներկա եւ այլն եւ այդ ծրագիրը նպատակ ունի մեր ռազմավարությունը, նպատակ ունի հենց միասնության թևերի գաղափարն է դա միավորելու եւ բնականաբար այդ պայմաններում ինչու մասնա խոսքը ինչու մեկի ուզում ենք հստակ հերքեք, որովհետեւ ձեր նախորդ հարցազրույցները դες մարդկանց մոտ Դե արդյոք արժի, դա էլ է, էլի ոնց որ գնում ես այդ քարը։ հիմա արժեք ինչ արժի, հիմա ես մասուրիսում էլ ասացի, հիմա ինչ ենք անելու, դնելու ենք արդարանանք, ասենք մեկը ինչ որ մի բան հորինեց, հիմա մեկը մի բան ինչ որ հորինեց, սկսեց տարածել։ Ինչ անենք, դնենք ամեն մեկը սկսենք կպնենք արդարանանք դրան։ Բայց իրականում երբ խոսքը ավելի շուտ նախին իշխանությունների կապ է, որովհետեւ դուք փոխնախարար եք աշխատել թիմում եւ տեսեք փոխնախարարը Երևի շատ ալմոլորակային հարց չի որ տալիս են։ Ուրեմն այսօր մի հատուկ հստակ բան եմ ուզում ասել, փոխնախարարը այն ժամանակ քաղաքական պաշտոն չէր։ Փոխնախարարը հիմա է որ քաղաքական պաշտոն է։ Այս իշխանությունների ժամանակ քաղաքական պաշտոն է։ Այն ժամանակ ոնց Այն ժամանակ քաղաքական պաշտոն չի եղել։ Եվ ես արել եմ մասնագիտական աշխատանք, այո, համակարգել եմ խոշտանգումների դեմ պայքարի ոլորտը, խոշտանգումներին վերաբերող բարեփոխումները, կանխարգելմանը վերաբերող բարեփոխումները ինքս եմ անձամբ ղեկավարել, ազգային ժողովում զեկուցել եւ խոշտանգման քրեականացումը ինչպես տեղ ունեցավ, դա իմ մշակած իմ ղեկավարած ամբողջական ծրագիրներ, որն ի վերջո գնաց ընդունվեց։ Բայց հասկանում եք, չէ՞ որ Գագիկ Ջանգիրանին չէին նշանակի փոխնախարար Սերժ Սարգսյանի օրոք, էլի։ Ամեն դեպքում Չէ, մասնագետը ամեն նախարարության բան կա։ Տեսեք, ես լավ հակի համակիրին օրինակ չէին նշանակի 2000։ Գիտեք, այդ տեսեք, օրինակ ես մեր այս առանձնահատկությունը նաև այն է, որ մենք չենք կարող նման բաժանարար գծերով խոսել։ Եվ մեր ազգը մեծ չէ, մենք կարող ենք անգամ ասել փոքր ազգ է, եւ մենք այնպես չի որ այստեղ ունենք ահռելի թվով մասնագետներ ոլորտի եւ եթե մարդը ոլորտի մասնագետ է, ինչու՞ չպետք է հարցնես այդ մարդուն մի խորհուրդ օրինակ, որովհետեւ հակառակ դեպքում պետք է գնաս ուրիշ տեղ, ուրիշ պետություն, փորձագետ բերես դրսից, վատ անես ինքդ։ Հիմա տեսեք, մենք տեսանք այսօր ինչ է կատարվում, չէ՞։ Մենք ունենք քաղաքացիական պայմանագիր կոչվող խմբակցությունը կամ կուսակցությունը, ներողություն, որ հետո խմբակցություն ձևավորեց կառավարող խմբակցություն, ինչ են անում ոչ մի նշանակություն չունի նրանց համար դու մասնագետ ես, մասնագետ չես։ Կարևորը ծառայես այդ իշխանությանը, կարևորը լինես այդ իշխանության անդամ կամ ինչ-որ մի ձև սերտաճած լինես։ Վերջ, դա կարող է լինել պաշտոնի տեսքով, դա կարող է լինել ինչ-որ անձնական, քաղաքական տարբեր առավելություններ ստանալու տեսքով վերջ բավարար է։ Եվ դու կունենաս քո տեղը։ Դե հիմա տեսեք ինչ վիճակում մենք հայտնվել, հենց այդ պատճառով, որ մասնագիտական կարողությունը, պրոֆեսիոնալիզմը ոչ մի նշանակություն չունի եւ քաղաքական համակարգի բարձրաստիճան պաշտոնյաները հատկապես համար մեկ խնդիրն է ինչպես պահպանել իշխանություն եւ ոչ թե մասնագիտական մոտեցում ապահովել, թիրախավորել, վիրավորելով, արժանապատվություն նվաստացնելով։ Դուք հենց տեսեք սոցիալական մեդիայում ինչ է կատարվում, չէ՞։ Ցանկացած գրեթե վերցրեք, այսինքն ակտիվ հրապարակային ակտիվ քաղաքական պաշտոն զբաղեցնող մարդ կամ
քաղաքական դեմք, այսպես ասած, գրեթե միշտ խոսում է վիրավորանքներով, արժանապատվություն նվաստացնելով, հայոյանքներով, անընդունելի այսպիսի խոսույթներով, որով տարածում է մարդկանց մեջ անհանդուրժողականություն, թշնամանք եւ այլն, եւ դրա համար է, որ մենք ծրագրում հստակ արձանագրել ենք, որ այս իշխանությունը հիմքում ունի հակադրության գաղափարախոսությունը, հակադրելով ատելությամբ ու թշնամանքով։ Մենք դա ամբողջությամբ փոխում ենք եւ ասում ենք հակառակը դու պետք է հույսի հավատի միջոցով անես հանուն երկրի զարգացման։ Okay, լիքը հարցեր։ Ինձ ես պատրաստվելիս մի քանի հարցազրույց նայեցի, շատ չափազանց գրագետ, գրագետ է արտահայտվում այդ հարցերի շուրջ, մինչդեռ մարդկանց քինքը պահանջում ավելի սուր ձևակերպումներ։ Օրինակ, հիմա ազգակործանը այս իշխանության թե ուղակի պարակտող ու ոչ շատ պրոֆեսիոնալ, որտեղ դրանք շատ տարբեր են։ Ու քաղաքական ընդդիմադիր ուժերը սովորաբար իրենց դիրքավորեն, ասում են, օքեյ, սրանք ազգակործան են, վարի են տալիս երկիրը, տենց վաղը բոլորս մեռնելու ենք, դրա համար պետքա շտապ օրերար չհեռացնել։ Ու դուք ձեր ձևակերպումները այդ առումով առանձնանում են, հա, այնտեղ պարակտում են, ոչ պրոֆեսիոնալ են ու չեն կարողանում, տենց մի խոսքով։ Տեսեք, իրականում ինչ է պետք մեզ։ Անհրաժեշտ է սթափ մտածողություն, սթափ հստակ դու հասկանաս, թե որտեղ է որոշես պրոֆեսիոնալ մոտեցումը որն է, որը պետք է լինի մեր առաջնային սկզբունքը։ Դու հասկանաս խնդիրը որտեղ է, պատկերացնես, թե ինչն է այդ խնդիրը, ինչն է պատճառը առաջացել եւ ոնց կարող ես լուծել այդ խնդիրը։ Եվ սա է ամենակարևորը։ Որն է խնդիրը, կստացի, հիմա որն է մեր ամենամեծ խնդիրը, որ վատ են կառավարում, որ կոռուպցիա է, որ խնդիրն է։ Եթե սկսենք թվարկել, ամենաառաջնային հարցը, այն ինչ խոստացել են այս իշխանությունները գալուց, ամբողջությամբ տապալել է, ոչ մի բան չի իրել, ոչ մի բան իրականացված չի։ Հələ տեսեք, եկեք վերցնենք նրանց նախընտրական ծրագրերը նայենք, չէ՞։ Արցախից սկսած, ապահովել Արցախի անվտանգություն, Հայաստանը շարունակում է մնալ Արցախի անվտանգության երաշխավորը, Պաշտպանության նախարարության բյուջեի ավելացում, այն ինչ որ տերում ենք, տեսնում ենք ամբողջությամբ հակառակն է իրականացվում։ Որոշում կայացնելիս մեզ պետք է ամբողջական ինֆորմացիա, մենք չենք կարող sense էպիզոդիկ ֆրագմենտացված մենակ մի տեսանկյունից նայել։ Որպեսզի որոշում կայացնենք, պետք է ամբողջական ինֆորմացիան հավաքենք, չէ՞, տեսնենք ինչ է եղել, նոր դրա հիման վրա առաջնորդվելով կոնկրետ իրավիճակով, սկզբունքներով, վերջը տարբեր չափանիշներով կայացնենք մեր։ Բայց հիմա ժողովուրդը նայում է այդ process-ին, այդ մանիպուլյացիաներին կամ ընտրել է իգնոր անել, կամ գուցե եւ շարունակում է հետևել ու վերջում հավաքվում է հրապարակում, ասում է քեֆ ենք անում, հորս արև, լավ ենք անում։ Տեսեք, մեր ժողովրդին իրականում, որ դուք ասում եք, այդպես այդ համակերպված կամ անհույս վիճակը, սա հատուկ սերմանվող քաղաքականություն։ Օրինակ նույնը որ կոչում են պրոյեկտ, չէ՞, այսինչի պրոյեկտ, սա է, սրա պրոյեկտը չէ։ Դե հիմա այդքան ամեն օր դիասա չէ, այսինչի պրոյեկտը չի։ Հիմա մի հատ թուղթ վերցնենք, գրենք բոլոր բառերը, ասենք, ահա, դե ուզում եք նախքին կոնկրետ անձերի վերաբերյալ գնահատականներ։ Սենց մի հատ մեծ ցուցակ ենք ազում դնում ենք, ասում ենք, համարեք ամբողջը մենք ենք ասել, լավ է։ Ինչ փոխվեց դրանից։ Մենք մնացինք այդ նույն էլի խնդիրների մեջ, նախքին ներկա, ընդ որում ասեմ ձեզ, որ այս իշխանությունները ակնհայտ է, չէ, նրանք սնվում են 2018 իրենցից առաջ եղած իշխանությունների ժամանակ խնդիրներից իրանք սնվում են դրանից եւ իրանք դրա համար տեսեք չեն թողնում որևէ ձև, որպեսի զարգանա որևէ բովանդակային ինքնուրույն խոսք։ Հիմա նույնը տեսեք, մեզ հետակա չի կատարվում, ասենք, ամբողջությամբ թիրախավորումը այդպես է գնում, ինչու որ արդեն բովանդակային խոսքը, ինքնուրույն, ռազմավարությունը եւ այլն չլսվի, որովհետեւ նորից էլի անհրաժեշտություն է առաջացել, դա նրանց ուժեղացնում է գցել այդ դաշտ։ Եվ այսօր օրինակ այդ բանավեճը անգամ վտանգավոր դրսևորումներ է այդ նախկին ներկա դիսկուրսը արատավոր վտանգավոր ինչ դրսևորումներ է ստանում անգամ հայտարարում է Փաշինյանը վերջերս հայտարարեց որ ինչու են Հայաստանի զինվորները ծառայում Հայաստանից դուրս քննադատելով դա անօրինական համարելով մտածեք սա արդեն Հայաստանի պետական շահերին կոպիտ հակասող հայտարարություն է բայց ինչի է սա արվում որ ցույց տա որ ինքը ավելի լավն է քան իրենց առաջները եւ մենք առասարակ այս տրամաբանությունից պետք է դուրս գանք դրա համար մենք ասում ենք որ գիտեք ինչ այդ խոսույթը անընդհատ գնալ նախկինում եկեք գնանք հələ միջնադարից գանք եկեք գնանք մեր թվարկությունից առաջ գանք կարո տեսնենք կարող անտեղ է խնդիրներ եղել կարող է մեր պատճառները այնտեղից է կարող է Տիգրան մեծը օկուպանտ էր որ ընդարձակվեց եւ նաեւ այստեղ նաեւ մի շատ կարեւոր այդ տեսանկյունից հարցեր կա մենք դրանից առասարակ ինչ ենք շահում
Մենք մեր ապագայի հետ կապված պետք է խոսենք, չէ՞։ Ամբողջը առաջագնում, աշխարհը առաջագնում, մենք անընդհատ մնացել ենք դրա մեջ եւ վստահաբար ուղղակի ես դա ակնհայտ երևում է, որ այս իշխանությունները սնվում են, ամեն օր սպասում են տեսնեն այս նախկինները ինչ կանեն, վատ բան կանեն կամ թեկուզ կարող են լավ բաներ անեն, բայց միևնույն է, եթե նրանց հետ է կապված, ամբողջությամբ Բայց հիմա նայեք, անգամ եթե պատել։ նեյտրալ բան են անում, որովհետև Սերժ Սարգսյանը վերջի հարցազրույցում ուղղակի ասեց, դե ով որ մասնակցում է, հաջողություն եմ մաղթում, չասեց որ մասնակցում է եւ չասեց որ չի մասնակցում, բայց դա վերակերպվեց, որ հենց մասնավորապես ձեզ աջակցությունն է դրանով հայտնում։ Դա իներտ մնալն էլ ինչ որ մեկը մեկնաբանվում է։ Ինչ անես մեկը այդպես է մեկնաբանվել, որովհետեւ դա երկիրը հուսահատության մեջ այդ շրջանակների կողմից դա երկիրը հուսահատության մեջ պահելու հատուկ ռազմավարություն է, այսինքն որ անընդհատ ցույց տաս, որտեղ ոչ մի բան չի փոխվելու, էլի ինչ կա այս բոլորը պրոյեկտներ են։ Ես ուղղակի վստահ եմ, տեսեք, եթե պատկերացեք այս նույն վիճակը ունենք 10 տարի հետո։ Դա նույն բանն է լինելու էլի, նույն ձև ասելու են։ Հեսա գիտեք մի հատուկ կարևոր բան էլ կա։ Մենք իրավունք ճիշտ չէ ժխտել ասենց ամբողջությամբ նիհիլիզմով վերաբերել, այնինչ դու նախկինում տեղի ունեցել։ Ես ասացի, որ մենք սրան պետք է վերաբերենք որպես ժամանակաշրջաններ, իրողություններ են, չէ՞, մենք բոլորս ապրել ենք այդ ժամանակաշրջաներում։ Դե օրինակ ինձ համար միշտ մեր ընտանիքում կարևոր այսպես քննարկման գովասանքի առարկա է միշտ եղել Կարեն Սերոփի Դեմիրճյանը, որ իսկապես բոլորս ենք հիշում մեր ընտանիքներում մարդիկ ինչ պայծառ հիշողություններով միասնության որպես խորհրդանիշ հիշում են։ Հետո գալիս է արդեն 90-ականներից հետո ունենք էլի դարձյալ տարբեր ժամանակահատվածներ, որտեղ եղել են եւ դրական բաներ եւ նաեւ խնդիրներ։ Ինչ է դրական բաներ չենք ունեցել, օրինակ առաջին նախագահի Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք մենք պատերազմ ենք հաղթել։ Մինչեւ հիմա էլ նրա գաղափարները տարբեր քննարկման լուրջ քննարկումների առարկա են դառնում։ Երկրորդ նախագահը արտաքին քաղաքականության ուղղությամբ զարգացումներ են տեղ ունեցել տարբեր, ինքը միակ նախագահն է, որը նաեւ Արցախի նախագահն է։ Երրորդ նախագահը նույնպես էլի պատերազմում նաև հաղթանակներ տարած նախագահ, նրանք բոլորն էլ նաև զբաղվել են զարգացումները ապահովելով երկրի համար անվտանգության համակարգ կառուցել, բայց սրա հետ միասին այո եղել են բազմաթիվ խնդիրներ, այսինքն յուրաքանչյուր ժամանակահատված բերել է իր խնդիրները եւ բերել է դրական զարգացումներ։ Հիմա մենք պետք է թարգենք այդ դիսկուրսը։ Մենք պետք է հասկանանք ինչ սխալներ ենք մենք ունեցել։ Ինչի պատճառով են այդ սխալները, դասեր պետք է քարել։ Շատ գերազանցիկ եք բացատրում մեր սխալները, վերիցել տնային աշխատանք, եսի ինչ։ Տնային աշխատանք չեմ ասում։ Ես թարգմանեցի։ Հիմա լավ բաներ խոստացեք մեզ։ Ո՞չ սպասելի բանը, Նարեկ անդադ էլի փորձում է այդ անհատական դաշտան, հա, այս մի ղեկավար, այն մի նախկին ղեկավար, ինչ գլոբալ, եթե փորձեմ պատկերացնել գլոբալ խնդիրները, որոնց առաջ կանգնած ենք, հետաքրքիր է այդ խնդիրների հանդեպ ձեր պլանները, հա, անվտանգային խնդիրն է, այդպես բոլորի լեզվիցերին, բոլորի մտքին, ամենաառաջնային բանը դες գոյաբանական այդ պահը, որն է ստեղ ձեր մոտեցումը, ինչ է։ Ամենակարևորը մենք այսօր ունենք այո անվտանգության գլխավոր սպառնալիքներից մեկը ադրբեջանական քաղաքականությունը, որը մեզ համար ունի էկզիստենցիալ սպառնալիք, գոյաբանական խնդիր է մեզ համար։ Այսօր իշխանությունները, որոնք իմ համոզմամբ ուղղակի առաջնորդվում են ինչ անել ամեն ինչ հանուն իշխանություն պահպանելու եւ նրանք այդ սկզբունքներով առաջնորդվելով ամբողջությամբ տեսեք անվտանգության համակարգի տեղի ունենում ուղղակի փլուզում ադրբեջանական պահանջների միակողմանի բավարարում ուղղակի դրանից բացի մեծագույն սպառնալիք է Ադրբեջանը, որ շարունակում է Հայաստանի զավթողական ծրագրերից է այդ այսպես կոչված շինծուկ կեղծ հայեցակարգը, որ կա արևմտյան Ադրբեջանի հայեցակարգը, բայց Ադրբեջանը դա շատ ինտենսիվ առաջ է տանում եւ այս իշխանությունների իշխանության որ ինչ որ մեկը եկել էր վերջերս, ասեց դա մենք նկատի ունենք որպես ՀԿ արևմտյան Ադրբեջանը։ Տեսեք ինչ են արել, նրանք հատուկ են դա ստեղծել որպես ՀԿ, որ հումանիտար շղարշ տան, որ ցույց տան
Հայաստանի։ Մեր պետությունը սրա հետ կապ չունի, սա զավթողական ծրագիր չի եւ սա տեղահանվածների իրավունքների ապահովման հարց է, բայց սա իրականում Ադրբեջանի ղեկավարի հանձնարարությամբ մշակված ծրագիր է։ Ադրբեջանի, այո, եւ Ադրբեջանի հենց ղեկավարության հովանավորությամբ գործող կազմակերպություն է, ղեկավարն էլ Ադրբեջանի խորհրդարանի падգամավոր է։ Սա շատ լուրջ խորքային մտածված ծրագիր է։ Այդ ծրագրի համաձայն նրանք արդեն ապահովել են, այս վերջերս արդեն հայտարարել էին նորից էլ որ 300,000 հոգու արդեն այսպես ցուցակներով նախապատրաստել են եւ այնտեղ կան կոնկրետ նաեւ պատասխանատուներ, ովքեր զբաղվում են դրանով, ստեղծել են անհատականացնող կամ ID-ները այն նկատառումով, որ հետո դրանք երբ նրանց ընկալմամբ գան Հայաստան, դա դառնա որպես անձնագիր, ընդ որում ծննդավայրն էլ հատուկ չեն գրում ծննդյան վայր, այլ գրում են բնորանը, այսինքն հայրենիք ինչի, որովհետև նրանք Հայաստանից դարձնում են իրենց հայրենիք, ըստ այդ ծրագրի 300-ից ավելի բնակավայր Հայաստանի պետք է ըստ էության նրանց տրամադրվի, որովհետև այն բնակավայրերն են, որտեղ նրանք ապրել են, իսկ դա ենթադրում է նաև նրանց իրավունքների ապահովում այդտեղ ընտրելու իրավունք, ընտրվելու իրավունք, չի բազմաթիվ միջև իրենց ղեկավարները ունենան։ Այդ ծրագրի համաձայն պետք է այդ նրանց անվտանգությունը ապահովի միջազգային հատուկ առաքելություն, որը կազմված է այն երկրներից ըստ այդ ծրագրի, որոնց վստահում է այսպես կոչված Արևմտյան Ադրբեջանի համայնքը։ Թուրքիա օրինակ բայց դա ակնհայտ է, որ տենց իրանց ներսում, իրանց կարիկատուրային, դիկտատուրային ստեղծած ինչ-որ նախագիծ է, որը չի կարա ծիծաղ չառաջացնի միջազգային համայնքի մոտ ցանկացած այլ հարթակում, որտեղ դա տենց հնչեցվի։ Ռեալ կարևորը մենք ինչ-որ բան չտանք, տոն չտանք այդ ամեն ինչին, բայց մենք ինչքանով է դա, չգիտեմ, իրական սպառնալիք ու ինչքանով է, եթե ուզենային բռնի ուժով կամ այլ եղանակներով այդ իրականացնեն, գուցե մի քանի տարի առաջ, երբ համեմատաբար ավելի նպաստավոր պայմաններ էին, ինչու են այսքան ձգել ու ինչու է սա ակտուալ։ Ներսում հազարում մի sense հկը կարա լինի, հազարում մի տես բնակավայրի սա պետական ծրագիր է, պետական ռազմավարություն եւ սրանք շատ վստահ կերպով տանում են առաջ։ Սա նրանց պետական քաղաքականության հիմքերում է դրված եւ ավելին, այս վերջերս ընդհանրապես Ադրբեջանի նախագահի աշխատակազմը իրենց բնակչության հարցումներ էին արել, դե Ադրբեջանում ինչպես է լեգիտիմացնելու համար իրենց գործողությունները, սկզբում ցույց են տալիս իբր բնակչության հարցում են անում եւ դա բնակչության դիրքորոշումն է, ու հետո պահանջներն են ներկայացնում։ Վերադարձի հարցերը այդտեղ առաջնային են, այդտեղ ժամկետներ են հստակ սահմանված։ Սա ուզում են գան Հայաստան։ Ընդ որում այդտեղ հարցեր կան, դուք ինչպես եք Հայաստանը, այսպես կոչված Արևմտյան Ադրբեջան, իրենք այդտեղ չեն էլ անվանում Հայաստան։ Ինչպես եք ասոցացնում ձեզ հետ որպես հայրենիք, այնտեղ գնում են արդեն հարցերը, այսպես մսկիթներով, դամբարաններով, գերեզմանատներով եւ մշակույթով եւ այլն, եւ նրանք ունեն հատուկ ծրագիր, որով Հայաստանի մեծ եկեղեցիները ներկայացնում են որպես ալբանական եւ ուդիական ու անգամ համերաշխության երկու ժողովուրդների միջև համերաշխության պայմաններից են համարում Հայաստանի կողմից այդ ժառանգության վերադարձ եւ կոնկրետ շատ եկեղեցիներ կան, մեծ վանական համալիրները մեր Հայաստանի Հաղարծինը, Գոշավանքը, Գեղարդավանքը եւ այլն եւ սրանք հատուկ այդ նպատակի համար ստեղծված հերոստատեսությամբ ներկայացվում է որպես ադրբեջանական։ Բնականաբար հետո այս ամենը ներկայացվում է դուրս, միջազգային ագիտացիայի շատ ուժեղ գնում այս հարցով, նորից էլի ՀԿ-ներով են անում։ Տեսեք հիմա միջազգային կազմակերպությունում քննարկումներ կա, նորից էլի ընդ որում բազմաթիվ են ՀԿ-ներ ստեղծել նրանք այս վերջերս, դա շատ խորամանկ են այդ առումով գործում։ Ցույց են տալիս որ զարմանում ես ինձ թվում է ՀԿ-ները որ պահանջեն, բեխաբար եվրոպացին պրինցիպի կհամաձայնի։ Դե եվրոպացին դե եթե օքեյ է, չէ՞ մի մոմենտային Ադրբեջան։ Բայց նայեք Հայաստանի իշխանությունները ինչ են անում։ Քարոզչությունը ինչի ասում իշխանական, որ ինչպես որ դուք ասացիք, դե դա ինչ որ մի հատ ՀԿ է, պետք չի ուշադրություն դարձնել ադրբեջանական քարոզչությունը մի բերեք այստեղ։ Սա չեմ ուշադրություն չդարձնենք, էլի հենց բարձրանում, ասենք մեկը այդ ՀԿ-ի մասին բարձրաձայնի եւ եվրոպական ինչ որ ասած։ Տեսեք, այս ծրագիրը պետք է ասենք, ես ուզում եմ իսկ որ այս ծրագիրը շինծու է, սա կեղծ ծրագիր է։
Սա կեղծ ծրագիր է, սա մենք այնպես չի անգարց, որ մենք մտածում ենք սա հիմքեր ունի, ոչ, սա կեղծ շինծու ծրագիր է, բայց հարցն էլ այն է, որ այս կեղծիքներով նրանք կառուցում են այդ թվացial իրականությունը, վաճառում են միջազգային հանրությանը, հետո այս իբր այդ անձանց իրավունքների պաշտպանության, վերականգնման, նպատակների համար պահանջներ են ներկայացնում։ Սրանով նաև այս այսպես կոչված այդ ադրբեջանցի արևմտյան ադրբեջանցիների, այսպես կոչված վերադարձի հարցերի համար նրանք նաև անհատական պատմություններ են ստեղծում։ Դե Լեոնարդո դա Վինչին հայտնի ադրբեջանցի էր, հիշում եք, այդ իրենց գիտնականներից մեկն էր առաջ տանում։ Ուզում ես շահել iPhone 17 Pro 256 GB Orange, iPad 11, Dyson վարսահարդարիչ, MacBook M1 կամ PlayStation 5 Slim, ինձ թվում է ուզում ես, ուրեմն լսիր Նարեկին։ Այցելիր Zigzag, որտեղ խաղարկվում են նշված շահումները, ամեն մեկից 5 հատ, կատարիր 50,000 դրամի եւ ավելիի գնումներ եւ ստացիր հնարավորություն դառնալու 25 հաջողակներից մեկը։ Շտապիր, քանի որ խաղարկությունը գործելու է մինչև հոկտեմբերի 31-ը։ Ու դել չենք խոսում այդ ընթացքում Zigzag-ում գործող բազմաթիվ զեղչերի մասին։ Իսկ խաղարկության արդյունքները կամփոփվեն նոյեմբերի 5-ին ժամը 19:00-ից սկսած ուղիղ եթերում Arm Comedy եւ Zigzag-ի Facebook-յան էջերում։ Իսկ ինձ մոտ չկա մի հատ վարչապետ, ով որ կասի մի հատ կենտրոնացեք իրական Ադրբեջանի վրա։ Պետք չի մտածել են կողմի մասին, այդ իրական Ադրբեջան։ Դե այդ Հայաստանի վարչապետը ասում է դրա մասին, որը իրականում իմ կարծիքով դա նրանց վերատրվելու ծրագիր է եւ ոչ մի կապ չունի Հայաստանի անվտանգության սպառնալիքների ու դրանց հաղթահարման հետ։ Ախր խնդիրն էլ հենց այն է, որ այս քարոզչությունը միևնույն է զարգանում է, առաջ է գնում։ Ու Ադրբեջանը սա ամեն ձև առաջ է տանում։ Հիմա տեսեք, ասում ենք, որ այ տեսեք ոչինչ չխոսենք կամ ուշադրություն չդարձնենք, մեկ ասա նրանց ծրագիրը, ընդհանրապես վերջերս էլի նորից այդ այսպես կոչված արևմտյան Ադրբեջանով տարբեր դասագրքեր են էլի նորից հրապարակել, չգիտեմ, էլ միջոցառումներ են անդադ մշակութային անում, քաղաքական բնույթի, հայերին կոչում են տերորիստներ, ասում են, այս հայերին միևնույն է, ինչ ուզում ես արա, նրանք միևնույն է տերորիստներ են մնալու են։ Այսինքն ճիշտ է, պետք է ճիշտ հասկանալ մտադրությունները ադրբեջանական իշխանությունների։ Սա շատ կարևոր է եւ այս վերջերս մենք ուսումնասիրել ենք նրան ելույթները մեր մասնագետների հետ միասին։ Բավական փոխվել է այն ելույթները, որոնք նախատեսված են ներքին լսարանի համար, շատ ագրեսիվ են հայերի նկատմամբ, թշնամանք տարածող, սերմանող, այն ելույթները, որոնք միջազգային հանրության համար են, ավելի այդպես կառուցողական դրույթներ ունեն, մի քիչ ավելի ուրիշ ձև են։ Ադրբեջանը միշտ այդպես է արել, միշտ փորձել է դրսի համար ներկայանալ որպես փափուկ, սպիտակ, կառուցողական, որտեղ խնդիրներ ունի լուծելու։ Հանցագործությունը վրայից պետք է մաքրի, օրինակ Արցախում տեղի ունեցած զանգվածային էթնիկ զտումները, 44 օրյա պատերազմի ժամանակ հանցագործությունները, վայրագությունները, ապրիլյան պատերազմի, հիմա դրանք ընդհանրապես տեսեք միջազգային օրակարգում կա, չկա։ Եվ Ադրբեջանը խնդիր ունի մաքրելով գնալ։ Գիտեք, գուցե չունի, որովհետև Եվրոպան ստապ անկողմնակալ մարմին չի, այլ ծախված երկրների պաշտոնյաների մի հատ խմբակ կա այնտեղ, որովհետև արդյոք պետքա մի հատ էլ ինչ որ ապացույց կամ մի հատ էլ ինչ որ տենց փաստ, որ ականհայտ դառնա, որ դա տենց դիկտատուրա է, որ մարդը իր կնոջը դարձնում է փոխ նախագահ, որ այնտեղ կոռուպցիան բխտում է, որ բազմաթիվ եվրոպական պաշտոնյաներ կաշառք են ստացել, այսինքն Եվրոպան գիտի այդ ամեն ինչը ու պետք չի ինչ որ դες բացահայտել մենք դիմակ պատրել բան Եվրոպան օքեյ է դրա հետ։ Եվրոպան վատ մարդկանց նաև խումբ է, այսինքն պետք չի ակնկալել, որ նրանք հեսա բացատրենք հասկանան։ Բայց պետք է չի նաև միամիտներ լինենք, չէ՞, որ օրինակ Արցախի հայաթափումից առաջ տեղի ունենում եվրոպական բարձրաստիճան պաշտոնյաների հետ անդադ հանդիպումներ։ Բայց շարունակում են գազն ու նավթը առնել։ Այո, բայց նաև ես նաև ասում եմ այն առումով, որ մենք այդքան զգուշացնում էինք այն ժամանակ, որ դեռ հայերն Արցախում էին, այդքան զգուշացնում էինք, որ Ադրբեջանը նախապատրաստում է այս էթնիկ զտումները, որ մանավանդ երբ բլոկադան եղավ, եւ անընդհատ եվրոպական պաշտոնյաներին ցույց էինք տալիս, թե ինչ արհավիրք է սպասում եւ ինչ եղավ։
ոչ մի բան չարեցին։ Thank you։ Սա դրա համար մենք էլ նաև մեր ռազմավարության ուղղություններից է այո դեպի եվրոպական միություն հարաբերությունների խորացում, բայց առանց պատրանքների, stop։ Չպետք է պատրանքներ Իսկ ունենան։ Ռուսաստանի հետ ոնց եք պատկերացնում դեպի որ կողմ ինչքանով ուժեղացնել, թույլատրել, փոխել, չփոխել։ Նայեք, ակնհայտ է, որ Ռուսաստանի հետ հարաբերություններում կան հիմա խնդիրներ։ Մենք պետք է նստենք, շատ ազնիվ խոսենք իրենց հետ, հասկանալու համար ինչ է տեղի ունենում, ինչ է արկա ընդհանրապես, հաշվի առնելով ձևավորված նոր աշխարհաքաղաքական իրողությունները, հաշվի առնելով նաև մեր հարաբերություններում արկա խնդիրները, հարցերը, որոնք կան։ Օրինակ, ինձ համար մեծ խնդիրներից է այն, որ Արցախում կային ռուս խաղաղապահներ, բայց Արցախը հայաթափվեց։ Մեր ժողովրդի ակնկալիքն էր շատ հստակ, եւ Հայաստանում եւ հատկապես Արցախում, ինչու մարդիկ գնացին նաեւ, որ կային ռուս խաղաղապահներ, որոնք պետք է ապահովեին անվտանգություն։ Մեզ հետ կապված ինձ այսպես մտահոգող խնդիրներից է այն, որ 2022 թվականի սեպտեմբերի 13-ի 14-ի ադրբեջանական հարձակումների ժամանակ Ջերմուկ, Սյունիք, Վայոց ձոր, Սյունիք, այսինքն Ջերմուկ, Կապան եւ այլն չտեղի չունեցավ միջամտություն կամ աջակցություն։ Սխալ կետով էինք դիմել, չեք հիշում, ասել էին դուք ՀՊԿ-ին այո, որ ասում եք 6-ի 12-ի փոխարեն 6-ի 13-ով դիմեի։ Շատ ձևական պատճառաբան, օրինակ ես դա չեմ ընդունում այդ պատճառաբանը, բայց արդյունքում մենք ինչ ունեցանք Ադրբեջանի կողմից գրաված տարածքներ Հայաստանի, այնպես որ ինչ է նշանակում սխալ կետով էիք դիմել։ Պաշտպանությունը, աջակցությունը այն էլ պատերազմի ժամանակ բնականաբար նման բան չի հարցնում, բայց մյուս կողմից պետք է նաև հասկանանք Հայաստանի իշխանությունները նույնպես սխալներ եւ թույլ տվել են, սադրել են Ռուսաստանին, չէ՞, նաև պատերազմի ժամանակ խնդիրները, հերթափոխի ժամանակ մեծագույն խնդիրները, չարձագանքելը ժամանակին, սահմանային այսպես հարցերի վերաբերյալ ադրբեջանական պահանջներին տուրք տալը, ադրբեջանական անընդհատ դիրքերը բերում դնում էին, ասում էին, այսա ադրբեջանական է, ոչ ման չեն կարող անել։ Այսօրվա պաշտպանության նախարարը, ես շատ լավ հիշում եմ նրա ելույթը, հարցազրույցը երբ դեռ փոխվարչապետ էր, Գորիս Որոտան հատվածի ճանապարհի մասով մի անգամից հրաժարվեց, ասեց, դե գիտեք, դա ադրբեջանական տարածքներ են եւ խորհրդային սահմանով, այո, դա համարվում է արդեն դելիմիտացված։ Հաշվի չեն առնում ոչ մի բան։ Գիտեք, բայց մյուս կողմից Ռուսաստանի հետ հարաբերություն, քանի որ հարցը որպեսզի կիսատ չմնա, մյուս կողմից մենք պետք է հասկանանք, որ մենք ապրում ենք մի տարածաշրջանում, որտեղ կան անվտանգության լրջագույն սպառնալիքներ, չէ՞։ Օրինակ նույն ՀՊԿ-ի հետ դեպքում, այո, տեսա, խնդիրները արձանագրեցինք, բայց մյուս կողմից սա ռազմական կազմակերպություն է անվտանգության եւ տարածաշրջանում լրջագույն դեր ունի։ Դրանից բացի մենք Ռուսաստանի հետ ունենք տնտեսական հարաբերություններ եւ ընդ որում տնտեսությունն այնպես է, որ կենսական նշանակություն ունի Ռուսաստանի հետ տնտեսական կապերը։ Եվ մոլորակում ամենաոչ կոնֆլիկտային ռազմական դաշինքն է։ Ոչ մի անգամ կոնֆլիկտ չի։ Դրանից բացի մենք Ռուսաստանի հետ Ռուսաստանի ժողովրդի հետ ունենք դարավոր բարեկամություն։ Մենք ունենք այդքան միլիոնավոր հայեր այնտեղ ապրող, չէ՞, սփյուռքը մեր։ Սրանք շատ կարևոր հանգամանքներ են, որ մենք պետք է հաշվի առնենք եւ այս օրինակով փորձեցի ցույց տալ, թե ինչպես է լինելու մեր մոտեցումները, այսինքն սրանք Հայաստանի շահերը հիմքում ունենալով, նաեւ արտաքին քաղաքականության բնագավառում շահերի համադրման միջոցով առաջ գնալն է, որ դիրքավորելն է, որ Հայաստան ունի սեփական միջազգային օրակարգ, իհարկե սա չի բացառում նաև հարաբերությունները այլ երկրների հետ, օրինակ նույն Ամերիկայի Միացյալ Նահանգները, արդյոք լինելու է պետք է լինի ռազմաքաղաքական համագործակցություն, այո, իհարկե պետք է լինի, պետք է խորանա այսօրվա այդ ռազմավարական համագործակցության ուղղությամբ աշխատանքները որ կան, պետք է խորացնել, մարդու իրավունքների բնագավառ, այո, ժողովրդավարություն, այո, բայց նույնպես չպետք է ունենանք պատրանքներ Եվրոպական միությունը առանձին ծրագրերով հատկապես պետք է խորացնել հարաբերությունները անպայման վիզաների հարցը օրինակ, չէ՞։ Ամերիկայի հետ թութու լավ, բայց Եվրոպան ահավոր է։ Օրինակ այս հարցը այո, մեր շատ քաղաքացիների օրինակ մտահոգում է եւ մեր քաղաքացիները պետք է իրավունք ունենան դրանով զբաղվել։ Սա առաջնահերթ է լինելու։ Մեր քաղաքացիները պետք է իրավունք ունենան արժանապատիվ ձևով, այո, պայմաններ ստեղծված լինեն, որ գնան ընտանիքով
վիզա ստանան, գնան Եվրոպա։ Տենց ավելի հեշտ կսիրենք ձեր մշակույթը։ Հրավիրում ենք ձեզ Spin Academia, վայր, որտեղ դուք ստանալու եք գիտելիքներ եւ ինչու ոչ մասնագիտություն։ Բարեկամներ, մենք ստեղծել ենք կրթության մի հնարավորություն, որտեղ ժամանակակից մասնագիտություն եք ստանում, ժամանակակից եւ գիտակ լավ պրոֆեսիոնալների կողմից։ Տեղը լավն է, մետրոյի կողքը, սերտիֆիկատը տալիս ենք, լավ սովորողներն էլ կարող են ստանալ աշխատանք կամ ստեղ կամ ավելի լավ տեղեր։ Իսկ մասնագիտությունները YouTube producing, YouTube marketing, SMM, graphic design, ինչպես սկսնակների, այնպես էլ արդեն առաջադիմացների համար։ Լավ չի։ Բայց գալով այդ դրան, արժևում ընտրություններ են։ Ես շատ լավ հիշում եմ 18 թվականին, երբ այդքան էլ ընտրություններ չեն, բայց այսպես խոստումների շռնդալից դոզան, պոպուլիզմը տվող անցնող ահագին մարդկանց ոգևորեց։ Տուգանքները կհանենք, արագաչափեր չեն լինի, բան ձեր ԴՀԿ-ի գումարները դի կվերացնենք։ Մի խոսքով, ասես լիքը անառողջ խոստումներ տրվեցին, ու ոնց որ թե ժողովուրդը ուզում էր, աշխատեց համենայն դեպս դրա հետ չենք վիճի։ Հիմա ձեր նոր քաղաքական ուժը ինչ խոստումներ ունի, ինչ է առաջարկում։ Մենք ունենք կոնկրետ ծրագրեր, կոնկրետ քայլեր, որոնք եւ մշակված են, եւ ավարտման փուլում են նաեւ գտնվում։ Եթե խոսում ենք օրինակ տնտեսական բնագավառի մասին, իհարկե մեր մասնագետները ավելի մանրամասն են սա կներկայացնեն, բայց այստեղ մենք կոնցեպտուալ մի քանի հարց պետք է լուծենք։ Նախ առաջինը, ինչպես ասում են, սպառողական մոդելից անցնել արտահանելի մոդել, այսինքն երբ մենք արտահանում ենք կոնկրետ պատրաստի պրոդուկտներ, օրինակ մենք ինքներս այստեղ պատրաստում ենք ամեն ինչ, ոչ թե հումք ենք արտադրում, այլ կոնկրետ ապրանքներ։ Հարկային սա նաև կարևոր է ինչ առումով, որ հնարավորություն է տալու մեզ այս ուղղությամբ հարաբերություններ զարգացնել եվրոպական երկրների հետ, որովհետև մենք ստանդարտացման ճանապարհով, ստանդարտացումը բարձրացնելու ճանապարհով պետք է գնանք։ Մեկ այլ պարագայում հարկային քաղաքականությունը օրինակ ոչ թե լինելու է այսպես վախի, տերորի կամ ինչպես մարդ ընդունված է, չէ, եւ շատերն են հենց դա ասում, այդ վախ սփռող, այլ հակառակը տնտեսության կառուցվածքի հիմքով մշակված, բայց այնպիսի քաղաքականություն, որը ավելի խթանում է տնտեսական զարգացումը, օրինակ անմիջապես չեղարկելու ենք այդ իրավաբանական ու հաշվապահական ու մյուս ծառայությունների համար վերջերս բարձրացված հարկերը։ Ածեների եւ այլն։ Ածի հարկը 10-ից 5 սարքեք էլի։ Մենք միկրոձեռնարկատիրության հետ կապված նույնպես փոփոխություններ զգալի լինելու են եւ այո, այդտեղ նույնպես հարկերի չեղարկում լինելու է, հարկային քաղաքականության սկզբունքային փոփոխություններ կամ մենք նախատեսել ենք արդյունաբերական գոտիների բաժանել երկիրը, կատարել ենք հաշվարկներ եւ ըստ դրա պետք է լինեն արդյունաբերական գոտիներ եւ այդտեղ գրեթե զրոյական հասնող հարկային գոտիներ պահանջներ, այո, բեր պետք է նախատեսված լինի, այսպես ասած։ Գիտեք, սա հիմնված է նաեւ ամբողջ այդ տնտեսական մոդելի փոփոխության վրա։ Ուրիշ օրինակ բերեմ, մենք սոցիալական ունենալ ենք ուժեղ սոցիալական ուղղվածություն։ Առողջապահության բնագավառում նախատեսելու ենք արդեն հայտարարել ենք, որ անմիջապես անցնելու ենք ամբողջ առողջապահական համակարգը անվճար գնալու ենք այդ ճանապարհով, անվճար դարձնելու ճանապարհով, որովհետև մենակ թանգանում է ծառայությունները, սկսած ատամի պլոմբից վերջացրած։ Հենց այդ է, նայեք, նախ ուզում եմ ասել, որ խոսքը վերաբերում է հենց պետական անվճար լինելուն, որ պետությունն է ապահովում անվճար բժշկական ծառայություններ, ոչ թե ապահովագրություն, այսինքն դու հարկային բեռ է ավելանում քո վրա եւ դու քո աշխատավարձից անընդհատ վճարում ես, ոչ, այլ պետությունը ապահովում է անվճար բուժօգնություն։ Սա ինչու է շատ կարեւոր, որովհետեւ սա պետության համար կենսական նշանակություն ունի։ Մենք հիմքում դրել ենք մարդուն, չէ, որպեսզի մենք ունենանք առողջ մարդ երկրում, եթե դու չունես առողջ մարդ, առողջ հասարակություն, թե ֆիզիկական, թե հոգեկան առողջության առումով, անիմաստ է խոսել երկրի զարգացման մասին։ Դրա համար սա հիմքում է լինելու եւ ցածությունը չի բանանում բժիշկների մոտ, եթե պետությունը մեկը փակում է, ինչ իմաստ կա լավ բժիշկ լինել կամ ամենավերջի սարքավորումը բերել։ Այստեղ գնալու է ամբողջական առողջապահական
պետք է առողջապահական համակարգը լինի արդյունավետ։ Այսօր պետք է սկզբունքները փոխվեն։ Արդյոք մարդը Հայաստանի առողջապահական համակարգում, գիտեք, ինչպես ասեմ, ոնց որ բան կլինի, շահույթ ապահովող սուբյեկտ լինի։ Այսինքն իր մարդու ծախսերի զգալի մասը գնում է առողջապահական ծախսերին է ընկնում 80-ից 85%, որը նշանակում է, որ դու մենակ գումար ես ապահովում, բայց արդյունավետությունը դրանից չի ավելանում։ Հենց խնդիրն է նա, որ ավելանա, տեսեք, մենք ունենք որակյալ բժիշկներ, չէ, որակյալ ծառայություններ, բայց համակարգը ինքնին արդյունավետ չէ, որովհետև այդ վճարները, օրինակ, ուղղվում են համակարգի զարգացմանը, փոխանակ, օրինակ, եւ բժիշկներին ուղղվեն անհատական վճարների, աշխատավարձի բարձրացման, չգիտեմ, տարբեր եղանակներով։ Այստեղ իհարկե կոմպլեքս պետք է մոտենալ ներդրումներ ապահովելով սփյուռքից նաեւ բժշկական հաստատությունների զարգացման Սփյուռքից ներդրումներ։ Դուք տեսել եք Սփյուռքին։ Այս Սփյուռքը ինձ թվում է միֆիկացված մեր մոտ ակնկալիքներ է ստեղծել, որ տենց միշտ ակնկալում ենք, որ օքեյ, Սփյուռքին հեսա, ուղղակի Սփյուռքը չի սիրում այս իշխանությունը, հեսա փոխենք ու Սփյուռքը որ գա, այ հիմա արդեն մեզ վստահի 18 թվականն էր, տենց ասում են, դե հիմա Սերժին չեն վստահում, այ հեսա հեղափոխություն եղավ, հեսա Սփյուռքը գա, Սերժ Թանկյանը տուն կառնի Երևանի կենտրոնում, Արսենե Խանջյանը հոբելյանական 5-րդ քաղաքացիությունը կստանա Երևանում, ինչ որ կսկսեն կինոներ արտադրել, բան ներդնել, բայց ռեալ Սփյուռքից ինչ որ ակնկալիքներ ունենք, կարելի է իրոք դա օգտագործել ի նպաստ Հայաստանի ինչ որ ռեալ բան կարելի է այդ մարդկանցից Սփյուռքին ես իհարկե դե ցավոք սրտի նայեք, այսքան ժամանակ այդ խնդիրը միշտ եղել է, որ Սփյուռքին դիտել են որպես ուղղակի գումար տվող, փող տվող, կթուկով։ Այս շուտը Ես ասեցի։ Որպես փող տվող մարդիկ, այսպես ասած, ու անընդհատ բարեգործություն։ Ներդրումներ կոնկրետ անելու բան է պետք է այո, մենք փոխում ենք, պետք է փոխել ամբողջությամբ սկզբունքը։ Նախ չկա մենք նրանք, կա մեկ ազգ։ Չկա արտերկրից ուղարկեցին արտերկիրներ, կա մեկ ազգ, մենք բոլորով աշխատում ենք իրար համար, Հայաստանի համար։ Այսինքն, այսպես է սկզբունքը, առանց Սփյուռքի Հայաստանը թույլ է, իսկ առանց Հայաստանի Սփյուռքը երկար ապրել չի կարող։ Հետևաբար մենք համախմբված պետք է լինենք եւ Սփյուռքին մենք ասում ենք, ձեր դրամը, որ դուք բերելու եք ներդնեք, դուք մեր գործընկերներն եք եւ դա ներդրումը եւ դա փոխադարձ օգուտով է լինելու։ Այդ տեսեք օրինակ այդ արդյունաբերական գոտիները, որ ասում են, որ ստեղծելու ենք, Սփյուռքի համար օրինակ լինելու է արտոնություններով, շատ հստակ։ Այսինքն սա շատ կարեւոր է, գիտեք, գաղափարը որն է, որ մենք որպես մեկ ազգ, մենք ինքներս պետք է մի հատ հələ իրարով հավաքվենք, իրար օգնենք, կպնենք, որ ասում է, իրար օգնենք այս վիճակից դուրս գանք, խնդիրները լուծենք, տնտեսական հարցեր եւ այլն, ներդրումները կարող են տարբեր բնագավառներով։ Եվ դրա համար է, որ մենք այդ Սփյուռքի ներդրումները չենք համարում բարեգործություն չէ, այսպես ասեմ, բայց փոխարենը Սփյուռքը պետք է ունենա նաև մասնակցություն երկրի ղեկավարմանը վերաբերող հարցերին, օրինակ ինչ որ հատուկ խորհուրդ ստեղծելով, ուժեղացնելով այն պետական ինչ որ մարմնի համակարգը, որ կա առաջնախարարություններ հիմա ոչ մի հանձնակատարի գրասնեք, բայց ցավոք սրտի այդ կառույցը օրինակ հիմա չի կատարում իր գործառույթները լիարժեք, որովհետև քաղաքական մակարդակում միտումնավոր սեպ է խրվում եւ անընդհատ տարանջատումներ են ապահովում բաժանել, թշնամացնել, կռվածնել եւ այսօր ինչ է կառավարությունը հայտարարում, ասում է ով Հայաստանից դուրս է, ես նրա տերը չեմ։ Մենք ասում ենք հակառակը, մենք Հայաստանը տեր է աշխարհի բոլոր հայերին, որտեվ սա հայերի տունն է։ Կապ չունի դու այստեղ ապրում ես մշտապես, ոչ մշտապես, ճիշտ է, օրինակ Հայաստանի քաղաքացիներն են ընտրելու, իրավունք ունեն ընտրվելու եւ այլն, բայց Սփյուռքը նույնպես պետք է ունենա մասնակցություն ներդրումներով, տարբեր եղանակներով եւ մենք հատկապես ծրագրեր ենք պետք է անենք, որոնք եւ պետք է անել առհասարակ, որոնք վերաբերում են նաեւ մեր սփյուռքահայերին ապահովելու համար, նրանց համար անվտանգության, նպաստավոր, երջանկության համար պայմաններ, որ նրանք գան իրենց կյանքի օրինակ ավակ սերունդը, օրինակ երիտասարդները, ամեն մեկի համար ստեղծել պայմաններ, որ գնանք այստեղ անցկացնեն։ Ոնց որ թե ծրագիր էին բաները, որ կարողանաս հիպոթեկով արտերկրից
բան է, օրինակ սա շատ մեծ հարց է, արդյոք դա կնպաստի, որ մեր չամուսնացած, չգիտեմ, սկսնակ ընտանիքները հետո կկարողանան բնակարանել, բայց ոնց որ թե գործի Ո՞վ մի հատ էլ առաջարկ ունեմ։ Դեն տարածված երազանք կա Սփյուռքում, ծերություն անցկացնել Հայաստանում։ Այո։ Հետագա մահվան եւ թաղման խոստումով Արարատի տեսարանով։ Հիմա գուցե այդ այն պահից որ իրանք անցնում են թոշակի լոսում, ու տենց շատերն են էլի ուզում անցնենք թոշակի Ամերիկայում, բայց գանք ստեղ այդ ծերությունը անենք։ Այդ դրան թիրախավորված մի հատ ծրագիր է պետք։ Գիտեք, շատ կարևոր բան եք ասում։ Մեր այո Սփյուռքում ավակ սերունդը շատ է դա ուզում։ Այո, ինչու ներգրավենք եւ ավակ սերունդի մեջ էլ նաեւ կան լավագույն մասնագետներ, որտեղ կոնկրետ բնակավարի մասնագետներ են։ Նա ի վերջո դա նույնպես հայրենիքի հետ կապ է ստեղծում։ Բայց մենք պետք է մոռանանք նաեւ երիտասարդների մասին, սա շատ կարևոր է։ Հանձնակատարին բերեցին։ Զարգանալով Ընդ որում ասում են դրա համար նախարարությունը դարձրեցին գրասենյակ, որովհետև նախարար ինքը չէր կարող դառնալ, որովհետև Ամերիկայի քաղաքացի է, այստեղից գրասենյակը։ Օ, շնորհություններ։ Նույնիսկ այդպես բանի մակարդակով։ Մեր քաղաքականությունը նաև այստեղ շատ կարևոր է Սփյուռքի հետ կապված երիտասարդների ներգրավման կարևոր քաղաքականություն պետք է իրականացնել, բայց այստեղ մեկ լրացում եմ ուզում անել, որը վերաբերում է սոցիալական նաև պաշտպանությանը։ Տեսեք, այսօր սոցիալական պաշտպանության համակարգը ինչպես է։ Մենք մեր ավակ սերնդին տալիս ենք ինչ որ վճար, գումար, անունը դնում ենք թոշակ։ Ինչքան տարիներ։ Ու դրան բոլորը վերաբերում են պետք է ներողություն եմ խնդրում այդ բառը որ ասում եմ, բայց որպես ողորմություն տալիս ենք այդ մարդկանց, եթե բաժանում ենք ամիսը օրերի 1500 կամ եթե հանում ենք նաև հարակից ծախսեր 1000 դրամ էլ օրը չի անում, չէ՞ որ տալիս ենք։ Չի լուծվել նոր կենսաթոշակային համակարգով, գալիս է հեսա։ Մենք հրաժարվում ենք թոշակ հասկացությունից առհասարակ։ Այդ արդեն արել ենք։ Եվ ավակության Դե հա, կենսաթոշակային համը էսա ով 70 որ թվից ծնվածները էլը տես չեն ստանալու, հա։ Չէ, տեսեք ոնց է, մենք խոսքը վերաբերում է պետական ամբողջությամբ, պետական ներգրավմանը, ոչ թե ինչ որ կազմակերպություններ, այլ խոսքը նաև վերաբերում է համալիր մոտեցմանը, որը նաև ունի համապատասխան ծառայություններով ավակ սերնդին նպատակ ունի դուրս չթողել նախ որ ինքը դուրս չթողել որ դուրս մնա հասարակությունից, որպեսզի պիտանի զգա իրեն եւ նաև նրա կարիքները հոգան ոչ միայն գումար տալով դա էլ է լինելու, որը կարող է կոչվել տարբեր կերպ, օրինակ ավակության համար ներդրում եւ այլն, կամ իմաստության ներդրում, ասենք թե տարբեր տեղեր, տարբեր կերպ social security։ Այո, բայց դա պետք է ներառի իր մեջ նաև համապատասխան ծառայություններ, այսինքն ծառայություններ, օրինակ բժշկական առողջապահական համակարգում, կրթական բնակավարում եւ այլն, որոնք կոչված են ապահովելու համար պատշաճ այդ մարդուն ինտեգրումը պահելը հասարակությունում, որ իրեն սա որ ասում եք շատ լավ բաներ են, թանկ բաներ են, բայց ես հիշացնեմ, որ մարդա մեկը պարտք է կուտակել, այդ որ ասենք հաղթեք ընտրություններում, այդ պարտքը ոչ միտեղ չի գնալու։ 14 միլիարդին է հեսա հասնում մեր արտաքին պարտքը, ու դուք խոսում եք ավելի ավելացնելու մասին։ Մենք արտաքին պարտքի ոչ, տեսեք, ինչ ենք անելու, ոնց ենք փակվում։ Դա իհարկե լրջագույն խնդիր է, որ այսօրվա իշխանությունն առաջացրել է, կրկնապատկել է պետական պարտքը գրեթե 7 տարվա մեջ եւ այնպես է ստացվել հիմա արդեն մենք պարտք ենք վերցնում, որ պարտ փակենք, ասենք ոնց որ օրինակ մի ընտանիք պատկերացրեք, այդ բանա կարուսելի էֆեկտն է։ Մի ընտանիք պատկերացրեք, ամուսինը խաղամոլությամբ է զբաղված կամ թմրամիջոցների անդադ օգտագործում եւ վերջը պարտքերի մեջ է ընկած, այդպես պարտք է վերցնում, պարտք է փակում, պարտք է վերցնում, կամ իսկ ինչով ենք դրան հասել, որովհետեւ պարտք ենք վերցնում չկապիտալացված, այսպես կոչված կապիտալացում չունեցող ծախսեր են։ iPhone 17 ոնց որ ասենք, հա, ոնց որ ասենք պարտք վերցնես, գնաս քեֆ անես։ Պարտք վերցնես, գնաս մի հատ հարսանիք նշես եւ այլն։ Եվ այս պատճառով է, որ եկել ենք հանգել ենք սրան։ Ու տեսեք, այսօրվա նաև գլխավոր խնդիրներից մեկը որ կա, այդ որ պարտքը վերցնում ենք անդադ փակում ենք, ամենաբարձր աշխատավարձերն են սահմանված, չէ՞։ Էլի են ուզում բարձրացնել։ Եվ էլի են ուզում, ընդ որում ասում եմ մենք հայհոյանքից ենք վախում։
ասում է, «Նես չի չենք ուզում, կբարձրացնենք»։ Ուղղակի մեզ կհայոյեն շատ, դա է Հա։ ասում։ Բայց որ մի քիչ էլ գնաք, արդեն Դե կասեն, հա, ոչ կրեդիտ կարտի են սպառողական վարկի լիմիտը ասենց հասցնենք այն ամենածերին, ու այդ բան իրանք կգնան ու գալու է ինչ որ հաջորդ իշխանություն, որը պետք է դրա տակից դուրս գա։ Դա մեծ մարտահրավեր է իրականում եւ այս խնդիրը պետք է շատ շուտ լուծել, ինչի չթողել որպեսի կուտակվի։ Ես նկատի ունեմ օրինակ այս իշխանությունների քաղաքականությունը պահպանվելու դեպքում, եթե այս իշխանությունները մնացին 2026 թվականից հետո, մենք այս հարցում ուղղակի ունենալու ենք շատ ավելի սարսափելի պատկեր, հələ անվտանգության հարցերը չեմ ասում, որ անմիջապես սկսվելու են այդ արևմտյան ադրբեջանցիների այսպես կոչված հարցերը, Ադրբեջանը միանշանակ սա բարձրացնելու է, Հայաստանի Հանրապետությանը մեկուսացնելու հարցեր եւ առասարակ նրանց այդ զավթողական ծրագրերն առաջ տանելու հարցերը։ Այ հիմա իրանց չմնալը ոնց որ թե ամենառացիոնալ կամ գուցե միակ հնարավոր տարբերակը ընդդիմության առասպելական միավորումն է այս պահի այս հիմիկվա բաժանվածությամբ ոնց է դրանց նայում պատրաստ է կրծոք համագործակցել մյուս թևերի հետ որպեսզի չթողնել իհարկե պատրաստ ենք համագործակցել եւ մեր հրաշակած հենց օրակարգն է դա է որ պետք է գնալ համագործակցելու միավորվելու ճանապարհով այդտեղ սա շատ հստակ է մենք հայտարարել ենք անգամ եթե նախկին նախագահների ուժերն նախկին նախագահների հետ կոնկրետ հենց նրանց հետ կապված մենք հայտարարել ենք նաև որ ինստիտուցիոնալ մակարդակում, այսինքն դաշինքային մակարդակում դա չենք նախատեսում, բայց սա չի նշանակում որ օրինակ անհատական մակարդակում եթե օրինակ մասնագետներ են չգիտեմ, դեռ մարդիկ են, որոնք իսկապես, ասենք, օրինակ, մեր միավորման այս գաղափարախոսությանը համապատասխանում է, նրանք չեն կարող ընդգրկվել նաև այս խնդիրների լուծման հարցում։ Բայց մեր, տեսեք, ամեն ինչ կենտրոնացած է նրա վրա, թե ով կարող է լուծել հարցերը։ Մինչդեռ իմ կարծիքով ավելի պետք է կենտրոնացած լինի նրա վրա, թե ինչպես լուծել այդ հարցերը։ Բացի դրանից մենք պետք է գնանք այլ ոչ թե ով հենց անհատների հետևից, այլ ինստիտուտները զարգացնելու ճանապարհով։ Ես մեր ծրագրում էլ հատուկ նշված է, որ ինստիտուտներն են, որ ուժ են տալիս պետությանը եւ շատ ավելի նախընտրելի է ունենալ ուժեղ ինստիտուտներ, քան օրինակ խարիզմատիկ պոպուլիստներ, ինչպես նաեւ մենք նշել ենք հստակ ծրագրում։ Դա ես միշտ եմ ասել, միշտ ես ու պապս բայց այստեղ առաջանում է այդ ինչպեսի հարցը ձեր ծրագրում բոլոր ինչպեսները կան կամ կլինեն մինչև ընտրությունները որպեսզի չափելի լինի որ կարողանանք հետևել այս մարդիկ խոստացել են սա բան այդ եմ ուզում հասկանամ հա ծրագրի մեջ հստակություն ավելի կան որովհետև հիմա ոնց որ շատ ընդհանուր ենք պատկերացնում մեկ էլ օքեյ ենթադրվենք ստացակ մեծամասնություն ձեր առաջին որոշումը առաջին 10 օրը տենց միանգամից փորձենք հասկանալ ինչա կատարվելու, ինչա փոխվել մեր կյանքում։ Առաջին որոշումներից մեկը, որ մենք պետք է եւ ընդունենք եւ կատարենք, անվտանգության խնդիրների լուծումն է։ Դա ինչպես ենք անելու։ Ռազմաարդյունաբերության համակարգի զարգացում, միանշանակ։ Զինված ուժերի դերի բարձրացում, բայց ավելի խելացի պետություն ունենալու հստակ ռազմաարդյունաբերական համալիրի զարգացման միջոցով շատ կարևոր է։ Այս ատելություն, թշնամանք, դրա վերացում, որը տարբեր եղանակներով կարող է իրականացվել։ Հանրային կյանքում, հանրային խոսքից, խոսքը վերաբերում է պետական մարմիններին, հայոյանքի վերացում, ատելության խոսքի վերացում, ֆեյքերի ֆաբրիկաներ, տարբեր կեղծիքներ եւ այլն, դրանց բոլորի բացահայտում, պատասխանատվության համակարգի, կոռուպցիոն համակարգի վերացում։ Տեսեք, իշխանությունները երբ այս քաղաքացիական պայմանագիրը երբ իշխանության էր գալիս թե 21-ին, թե 18-ին անընդհատ խոսում էին կոռուպցիայի վերացման մասին, բայց այսօր չի դարձել։ Անընդհատ խոսում էին թալանչիների մասին, նույն թալանչիների կաստան այսօր է գործում։ Ընկերների միջոցով առանց տենդերների
բիզնեսներ, կազմակերպություններ, մասնակցել մի հոգու նորաստեղծ կազմակերպություններին մեծաթիվ գումարներ են փոխանցում, հետո այդ գումարները չգիտես ինչ է տեղի ունենում, հետո ինչ է արդյունքում էլ ինչ է լինում, եւ ոչ մի բան ծածկադմփոց է արվում, ոչ մեկ չենք էլ իմանում ինչ եղավ դրա հետ կապված։ Ու սա ընդհանրապես առաջի 10 օրն է մենք կարողացինք, եւ ամփոփելով տեղի ունեցան եւս դրամատիկ իրադարձություններ, եւս մի սրբազան ձերբակալվեց քահանաներ։ Այս մասով ինչ եք պատրաստվում անել, որովհետեւ ես հենց մարդու իրավունքների տեսանկյունից մենք ունեցանք, նայեք, Դանիել Յոհաննիսյանը ահազանգել էր, որովհետեւ հմեկով բան էր տեսել, բայց դրանից հետո ինչ որ տևական ժամանակ փաստաբանը չգիտեր սրբազանը որտեղ է, ուրիշ փաստաբանների քահանաների մոտ չէին թողում։ Այս սաղ լիքը մինի մարդու իրավունքների ոտնահարում է, որի մասին ոչ մի ՀԿ չի բանանում բարձրաձայնում, որովհետեւ իրանք զբաղված են բունն ահազանգը տալով, եւ այն դեսպանատունները, միջազգային կազմակերպությունները չեն ստանում են նամակների հոսքը, որը կստանային։ Արդյոք դուք դրանով զբաղվում եք, որովհետեւ ինձ թվում է շատ բանա լավ կլինի ասել հələ մի րոպե էլի այս բռնելու ընթացքում լիքը խնդիր է առաջացել։ Նախ այս process-ը ամբողջությամբ քաղաքական է, սա հստակ պետք է, սա եկեղեցու դեմ վարչապետի նախաձեռնած, Փաշինյանի նախաձեռնած քաղաքական արշավի մաս է։ Այս ամբողջ համակարգի շղթայի մաս է, հերթական սցենարի հերթական մասը կամ արարն է։ Եվ նա այս քրեական հետապնդումները օգտագործում է եկեղեցին վարկաբեկելու եւ նաեւ իր քաղաքական դիվիդենդները շահելու համար։ Հիմա տեսեք ինչ է տեղ ունեցել։ 4 տարի անցել է այն դեպքերից, որ նշվում է, չէ՞։ Այսքան ժամանակ այդ ինչ է չէին կարողանում բացահայտել, այդ ինչ տեղ ունեցավ, որ մի անգամից այսքան հոգեվորականներ ձերբակալեցին ու կալանավորեցին։ Դե միջև այդ ոչ ոք չէր ասել, որ տես բան է, հա, բայց դուք տեսեք հələ 4 տարի առաջվա դեպքերի մասին է, այդ ինչ հիմքեր բերել, որ մի անգամից այդքան հոգեվորական ձերբակալել են, մի անգամից 8 հոգեվորական հենց առաջին օրը բերման ենթարկվեց ու ազատությունից զրկվեց, նաև կալանավորվածներ, թեմի առաջնորդը եւ հետարքիրը որն է, որ ամեն ինչը իշխանական քարոզչությամբ ներկայացում է որպես միակողմանի բացարձակ ճշմարտություն, ինչպես որ միշտ արվում է։ Բայց ինչպես եղավ, տեսեք այս process-ը հետարքիր այս պարագայում օրինաչափ զարգացումը, որ տեղի ունեցավ։ Սկզբում սկսվեց իշխանական քարոզչություն, շատ հստակ, չէ՞։ Հետո իշխանական քարոզչությամբ բերեցին դա արդեն հանգեցրեցին, հասունացրեցին, որ արդեն քրեական հետապնդումով կապեն դրա հետ։ Իսկ այս քրեական հետապնդումը ակնհայտ է, որ օգտագործում է այդ նպատակներով։ Սա հաջորդել է կառավարության ղեկավարի վարչապետի այդ արշավի ուղիղ հիմքերն է, սա քաղաքական հաշվետվարի մաս է։ Ես կարծում եմ նա եկեղեցու նկատմամբ այս process-ը նախաձեռնել է մի քանի նպատակի ձեռներով։ Առաջինը, որպեսզի երկրի ներսում իրեն քննադատող մեկը չունենա կամ խնդիրներ առաջացնող, չէ, այսօր եկեղեցին ակնհայտ է, որ բարձրացնում է հարցեր, որոնք էգզիստենցիալ նշանակություն ունեն եւ կարևորագույն այսպես այդ հիմքերում են ընկած։ Երկրորդը ադրբեջանական, երևի նույնիսկ առաջինն է, ադրբեջանական պահանջները։ Փաշազադեն, որ 4 օր առաջ էլի ասել էր, որ ագրեսիվ է շատ, այո, բայց Փաշազադեի ասածը ինչ է, ընդամենը ադրբեջանական քաղաքականության մաս է, նա էլ է այս գծի մեջ այսպես մտել։ Իրականում ադրբեջանական պետական քաղաքականության այդ ծրագրի համաձայն հայոց առաքելական եկեղեցին պատերազմի որպես քարոզիչ, խաղաղության process-ի խոչընդոտող 5-րդ չարասյուն է եւ պետք է ձերբազատվել այդ, այսպես ասած, այդպիսի եկեղեցուց։ Ու նրանք անդադ պահանջներ են ներկայացնում, որոնք վերաբերում են եկեղեցուն եւ տեսեք օր անգամ դուք կարող եք համեմատել, օրի հետ համընկնում է եւ շատ հատկանշական է, որ երբ ակտիվանում է Ադրբեջանը հայոց եկեղեցու նկատմամբ, Հայաստանի կառավարությունը դրանից էլ ավելի ակտիվ է դառնում, տպավորություն է պարտաճանաչ, ամենայն պարտաճանաչությամբ հետևում են։ Եկեղեցիների հետ կապված մեր ասացի արդեն, որ կոնկրետ ծրագրերով եկեղեցիները ներկայացնում են ադրբեջանական ու դիական։ Հայև ինչ է անում կառավարությունը, իշխանությունը փորձում է սա դարձնել մի քանի եւ համերաշխության եկեղեցականի եւ վարչապետի միջև ստացվում է, չէ, որովհետեւ մարդկանց մոտ էլ ասենք ինչ որ անհատ կամ կաթողիկոսի նկատմամբ կամ ինչ որ մեկ ինչ որ մի հատ անհաջող հոգեվոր հայր է հանդիպել իր կյանքում, ու ամեն մեկը sense մեջից մի հատ փոքրիկ բան ունի, որ իրան է դուր չի եկել եւ
չի թողնում դա, ասես ոնց որ մարդիկ դուրս գան լիարժեք պաշտպանեն, այլ ինչ որ նախաձեռնություն կամ ինչ կարելի անել, որպեսզի ժողովուրդը տենց չամաչի, չկաշկանդվի, Գիտեք, չվախենա։ ակնհայտ է, որ նա օգտվում է, տեսեք սկզբում ինչ է անում, քարոզչությամբ նախապատրաստում է հարցերը, վարկաբեկող քարոզչությամբ եկեղեցին, հետո սկսում է արդեն կոնկրետ գործողությունները։ Վարկաբեկող քարոզչությամբ նախապատրաստում է, սկսում է գործողությունները, եւ այդ քարոզչությունը շատ ակտիվ է աշխատում։ Ընդ որում, ինչու եմ ասում, սա քաղաքական հիմքեր ունեցող քաղաքական հրահանգով հետապնդում է։ Նախ դա նրա մասին բացահայտ հայտարարում է, նրանք չեն քաշում դրա մասին։ Երկրորդը, ամբողջ իշխանական ապարատը, բոլոր падգամավորները, նախարարներ որոշ, կառավարության ղեկավարը ինքը սերտա խոսում են սրա մասին, եկեղեցու ինչ խնդիրներ էր, որ եթե կան, դրանք ել ավելի կրկնապատկելով։ Գիտեք, չի կարող մարդ ինքը ինչ ասում է, ես քրիստոնյա եմ, եկեղեցու հետևորդ եմ, եւ դրա համար եկեղեցու հետ կապված դրա համար եմ խոսում։ Ինչպես կարող է քրիստոնյան ատելություն ու թշնամանք պարունակող բառերով խոսել, ներքին պարակտում հրահրել, երբ իրականում դրանք հակադրվում են քրիստոնեության արժեքներին։ Էլ առավել եւս մեր դեպքում սա նաեւ քրիստոնեության, այլևս քրիստոնեության պաշտպանության խնդիր է, որովհետեւ մենք ունենք Ադրբեջան, որ այս ամենից օգտվում է եւ ակնհայտ է, նույնիսկ խոսույցն է նույնը դարձել։ Լավ, մենք շարունակելու ենք հետևել զարգացումներին, կարևորագույն թեմաներին։ Այս պահին ես տենց ընդհանուրը ստացա զգացումը, բայց ձեզ ուզում ենք բաց թողանք այն խոստումով, որ մինչ ժամանակները գործընթացները թեժանան, ելի հնարավորություն կունենանք ավելի թեժ հարցեր տալու։ Սիրով, շատ շնորհակալ եմ։ Շնորհակալություն, լուրջ կասներ եթերում, բաժանորդագրվեք, լայքեք եւ շարունակեք հետևել մեր թողարկումներին։